Եղանակն ավերել է Ֆրանսիայի հարավը։ Նիլս Փոթորիկն արմատախիլ է արել հաստաբուն ծառերը։ Լանդես շրջանում մեկ զոհ կա։ Բեռնատարի վարորդը զոհվել է, երբ ծառն ընկել է կոտրել մեքենայի դիմապակին։ Տեղացիները կառավարությանն են մեղադրում։ Երբ փոթորիկ է լինում Ֆրանսիայում, ամեն ինչ քաոսի է վերածվում։ Սա լիակատար խառնաշփոթ է։ Պետական մարմիններն ու հանրային անվտանգության աշխատողները չեն համագործակցում։ Պոկված ծառերի պատճառով հարավային որոշ քաղաքներում երթևեկությունը կաթվածահար է։ Վաղ առավոտից երթուղու երկայնքով ամենուրեք ընկած ծառեր ու կոտրված ճյուղեր են։ Քամին աղբամանները քշել է այս ու այն կողմ, դրանք փակել են ճանապարհի որոշ հատվածներ։ Առաջին անգամ եմ այսքան ուժեղ քամիներ տեսնում։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գրեթե 1 միլիոն տուն առանց էլեկտրաէներգիայի է։ Ուժեղ քամիների ու ջրհեղեղների մեծ վտանգի պատճառով Ֆրանսիայի 5 շրջաններում տագնապի կարմիր, 30 շրջաններում նարնջագույն ազդանշան է հայտարարվել։ Եվրոպայի 8 երկրների տարածքով անցնող Ալպյան լեռներում 5-րդ ամենաբարձր մակարդակի տագնապ է հայտարարվել։ Օդերևութաբանների խոսքով մայրցամաքի ամենաբարձր լեռնաշղթայում նման բան չի եղել վերջին 17 տարիներին։ Ալպերի լանջերին գտնվող լեռնադահուկային հանգստավայրերը փակվել են ձնահոսքի մեծ ռիսկի պատճառով։ Եղանակային սարսափելի պայմաններից ուշքի չեն գալիս Մադագասկարում։ Երկրի ամենախոշոր քաղաքներում մարդիկ առանց տանիքի են մնացել, քամին քշել տարել է փայտե տանիքները։ Չորեքշաբթի Մադագասկար հասած գեզանի ցիկլոնից հետո յուղակները դեռ ջրի տակ են։ Արևադարձային ցիկլոնը 38 մարդու կյանք է խլել, 6 մարդ դեռ անհետ կորած է։ Ավելի քան 12,000 մարդ է տեղահանվել։ Տխուր է տեսնել իրավիճակը Մադագասկարում գեզանի ցիկլոնից հետո։ Մեր քաղաքում շատ մարդիկ են վիրավորվել։ Թաղամասերում տարեց մարդիկ են մահացել։ Պորտուգալիայի կենտրոնական հատվածի բնակավայրերում թաղամասեր են ջրի տակ։ Կառավարությունը զգուշացրել է 3 օր անդադար տեղացած անձրևի պատճառով Կոիմբրա քաղաքի ամբարտակները կարող են պայթել։ Հնագիտական կառույցներով հայտնի քաղաքի բնակիչներին հորդորել են լքել տարածքը։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։